Ազատություն գոչեցի։ Թուրքիա կատարած այցի հետ կապված Նիկոլ Փաշինյանի, քանի որ օրակարգը հայտնի չէ հանրությանը, դուք ունեք տեղեկություններ կամ ենթադրություններ, ինչ օրակարգով է այս հանդիպումը, ինչ հարցեր են քննարկվելու, ինչ որ որոշումներ դուք ակնկալում եք, որ այնտեղ կայացվեն Թուրքիայում Էրդողան-Փաշինյան հանդիպման ընթացքում, եւ երևի լսեցիք, որ իշխանությունը կոնկրետ Սամվել Կարապետյանի այն հայտարարության մեջ, որ մենք դա կանենք մեր ձևով, եթե քաղաքական գործիչները չեն կարողանում, պնդում են, որ սա սպառնալիք է պետությանը, որտեվ նա կոնկրետ հստակեցրել է, որ քաղաքական ձևը եթե չի լինում, իր ձևով է դա անում, այսինքն սրան հղում անելով են նշում, որ պետք է իրավապահները պարզեն, թե ինչ դրա տակ ինչ է նկատի ունեցել Սամվել Կարապետյանը, եթե դուք պնդում եք, որ սա քաղաքական հաշվեհարդար է, ինչու Կարապետյանի դեմ նման հաշվեհարդար պետք է իրականացվեր, դուք ունեք տեղեկություններ, որ Սամվել Կարապետյանը պատրաստվում էր առաջիկայում ներգրավել ակտիվ քաղաքական գործընթացներում, շնորհակալություն։ Թուրքիա հանդիպման օրակարգը մեզանից գաղտնի է, ոչ դուք, ոչ ես, ոչ Հայաստանի Հանրությունը այդ օրակարգից որևէ ինֆորմացիա չունի, բայց եւ ես եւ դուք եւ մեր հասարակության գիտակից մասը վստահ եմ տեղյակ է, թե ինչ օրակարգ ունի Թուրքիան եւ Ադրբեջանը Հայաստանի մասով։ Այսօր ես մի հոդված տեսա, որտեղ հստակ շարադրված են այն պահանջները, որ Թուրքիան եւ Ադրբեջանը ներկայացնում են Հայաստանին, իբր թե առանձնախապայմանների։ Բայց մենք նաեւ տեսել ենք այս մարդու հանդիպումները Ալիևի դեմ ստորացած Էրդողանի մոտ ինչ վիճակում եւ մի բան էլ նկատի ունեցեք, տեսեք։ 3 Ադրբեջանի Նիկոլ Փաշինյանը գնացել է Թուրքիա 1 օր առաջ եւ բնականաբար երկու եղբայրներով իրենց ժամացույցները ճշգրտելու են, հարցերը պատրաստելու են եւ գնալու է մի հատ մեկը, որը բասկաթորին բազմացի դիմաց նստած էր աթոռակի վրա Հայաստանի դրոշը թարս դրած։ Դուք պատկերացնում եք, թե ինչ խոսակցություն կարող է լինել այս մարդու միջով։ Ես տեսա նաև պատվիրակությունը հայտնի այն մարդիկ, որոնք ասում են մենք Հայաստանի Հանրապետությունը եւ ասացի, թե նրանք ովքեր են ամենաառաջի իմ խոսքում։ Այնպես որ որևէ դրական ակնկալիք չունեմ, մանավանդ այս զարգացումների ֆոնին եւ մի մարդ, որ ասում է, ես մինչև 22 թվականը ֆորպոստի վարչապետ էի, հիմա Հայաստանի լիարժեք ու ամբողջական վարչապետը, այդ մարդուն մի հատ հարցրեք, այսինքն դու ֆորպոստում հեղափոխություն ես արել, իշխանության ես եկել։ Տեսեք, այս մարդու ինքը պատրաստ է կեղծել ամեն ինչ, եւ դրանով զբաղված է օր ու գիշեր, եւ իմ խորհուրդը ձեզ մոռացեք այդ մարդուն։ Ինչպես պատմությունն է մոռանալու, ինչպես շատ կարճ ժամանակ հետո մենք տեսնելու ենք, որ Հայաստանը նույնիսկ այս ամենադժվար իրավիճակներում, ես լավատեսություն եմ ձեր փոխանցում, Հայաստանը կանգնեցնելու է այս գահավիժման process-ը եւ քայլ առ քայլ ոտքի է կանգնելու, ես իմ գործընկեր պատիվ ունեմ խմբակցության ընկերներին սպասեցնեմ։ Եվ մի վերջի հարցը։ Վերջին հարցն էլ կա։ Չէ, ներողություն, վերջի հարցն էլ կար ազատության հարցը։ Ինչպես կոնկրետ տեղեկություն, ես մի անգամ ասել եմ, չէ, դες կարծում եմ, որ ես իմ չիմացածը երբեք չեմ ասում, իսկ իմացածս երբեմն եմ ասում, բայց որևէ հայ, արժանապատիվ հայ մարդ, Հայաստանի, Արցախի համար ամեն ինչ արած եւ մեծ հեղինակություն ունեցող մարդ չի կարող համակերպել այն իրավիճակին, որ բերել են այս չարիքի իշխանությունը։ Այսքանով բավական է։ Վերջին հարցը Սիվիկ։ Ինչպես։ Բայց ինչ ասացի, չէ։ Տեղեկությունն է, որ քաղաքական Ես ասացի, չէ, այդ մասին։